Ողջույն, Փակ TV-ն շարունակում է լուրերի թողարկումը։ Մեր հեռուստադիտողի համար առանձնացրել ենք օրվա ամենակարևորը։ Սոտքում մահից հրաշքով փրկված Նարեկը նշանվել է։ Կոմայից մինչև կյանք, անկողնուց մինչև նոր հորիզոններ։ Ով է այն աղջիկը, որ 2023-ին զոհվածների ցուցակում հայտնված տղային այսօր նոր ուժ է տալիս։ Հիշեցնենք, ադրբեջանական զինված ուժերը 2023 թվականի սեպտեմբերի 1-ին ժամը 7:50-ից սկսած ինտենսիվ կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Սոտք եւ Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել էր նաեւ ականանետեր եւ անօդաչու սարքեր։ Հայկական կողմն ուներ 3 զոհ, 2 վիրավոր։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախապես հայտարարել էր Նարեկ Պողոսյանի զոհվելու մասին, ապա հայտարարել, որ սրտի աշխատանքը վերականգնվել է։ 44-օրյա պատերազմի գործերից մեկով մեղադրյալ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ լեյտենանտ Ջալալ Հարությունյանը չի արդարացվի։ Դատապարտյալ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում։ Ամիսներ առաջ առաջին ատյանի դատարանը 50-ամյա գեներալ լեյտենանտին մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար եւ դատապարտել 5.5 տարվա ազատազրկման։ Հարությունյանը արդարացում է պահանջում զոհված զինվորների ծնողները 8 տարի պատիժ։ Նա մեղավոր էր ճանաչվել ռազմական դրության ժամանակ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել էր ծանր հետևանքներ։ Ցորի Զորամասի հրետանային դիվիզիոնի 20 զինծառայող զոհվել էր, իսկ 1 զինծառայողի գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է։ Ջալալ Հարությունյանը պնդում է, որ ինքը անփութություն թույլ չի տվել եւ իր մեղքով չեն զոհվել Ցորի Զորամասի զինվորները։ 33 տարի առաջ 1992 թվականի այսօրը Արցախի ինքնապաշտպանության ուժերի երկրորդ պաշտպանական շրջանի կողմից իրականացված գրագետ գործողության արդյունքում վնասազերծվեցին Մարտունու շրջանի Ամիրանլար, Մուղալու, Կուրապատկինո գյուղերում եւ ռազմավարական կարեւորության Ղուրուչյուղ բարձունքում տեղակայված թշնամական հենակետերը։ Օպերացիայից առաջ պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանը խորհրդակցելով Զորամասի շտաբի բարձրաստիճան սպայակազմի հետ ասել էր. «Մենք չպետք է սպասենք, որ մեր գլխին խփեն եւ նոր միայն պատասխանենք։ Ավելի տկար լինելով հանդերձ կարող ենք հաղթել։ Ես գիտեմ, որ Ադրբեջանը ուժեղ է, բայց պատմությունը ցույց է տալիս, որ նվազ ուժ ունեցողն էլ կարող է հաղթել ուժեղին, ապա ցույցը Վիետնամը, Աֆղանստանը եւ այլ երկրներ», այսպես իր վճիռը հիմնավորեց Մոնթե Մելքոնյանը։ Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը խոստովանել է, որ իր կյանքը կարող է ավարտվել Մարսի վրա։ Նա գրել է. «Ես ունեմ մեկ անձնագիր եւ այն հավերժ ամերիկյան է։ Ես կապրեմ եւ կմեռնեմ այստեղ, կամ Մարսի վրա, որը կդառնա Ամերիկայի մի մասը», նշել է ձեռնարկատերը։ Մասկը նախկինում հայտարարել էր, որ Starship տիեզերանավի առաջին թռիչքը դեպի Կարմիր մոլորակ կարող է տեղի ունենալ 2020 թվականի վերջին։ Նախատեսվում է, որ տիեզերանավի վրա կլինի Optimus մարդանման ռոբոտը։ Եթե առաքելությունը հաջող լինի, նա կանխատեսում է, որ մարդկանց լուսնի վրա վայրեջքը հնարավոր կլինի 2029-ից 31 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Նշենք նաև, որ գործարար Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը կազմում է $500 միլիարդ ըստ Forbes-ի։ Առաջին անգամ Իլոն Մասկը Forbes-ի կողմից ճանաչվել է մոլորակի ամենահարուստ մարդը 2021 թվականի սեպտեմբերին։ Այս ժամանակից ի վեր նա մի քանի անգամ զիջել է այդ կարգավիճակը, բայց հետո վերադարձրել է այն։ Տեսլայի բաժնետոմսերը այսօր աճել են գրեթե 4%-ով, Մասկի կարողությունը մեծացնելով մոտ $9.3 միլիարդ։ Էլեկտրական մեքենաների արտադրողի բաժնետոմսերի արժեքը գրեթե կրկնապատկվել է։ Այն բանից հետո, երբ Մասկը ապրիլին հայտարարեց հանրային կառավարման արդյունավետության վարչության համադրողի պաշտոնից հեռանալու մասին Տեսլային ավելի շատ ժամանակ հատկացնելու համար։ Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն երկօրյա այցով ժամանել է Անկարա։ Օրակարգում են Իրանի եւ Թուրքիայի միջև պաշտպանական եւ ռազմական հարաբերությունների զարգացումը։ Սպասվում է, որ կողմերը կքննարկեն նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Թուրքիան եւ Իրանը երկու իսլամական պետություններ են, որոնք ազդեցություն ունեն տարածաշրջանային միջազգային հարցերի եւ ամբողջ իսլամական աշխարհի վրա։ Համագործակցության խորացումը, հատկապես պաշտպանական ոլորտում, կնպաստի սահմաններին կայունության եւ անվտանգության ամրապնդմանը։ Նաեւ որոշումներ կընդունվեն այն ճգնաժամերի վերաբերյալ, որոնց բախվում է այսօր տարածաշրջանը, ընդգծել է Իրանի պաշտպանության նախարարը։ Այսօր այսքանը։ Մնացեք Փակ TV-ի հետ, լուրերի հետքերով։